մատման այլևս գնահատական չի, դրվում ընդհանրապես գալիս է ստուգված եւ այսքան համեմատության մեջ երեխաները չեն հասնում իրենք լավ են կապել իրենց առաջընթացը թե բաղեն համարեցնես փոփոխությունները ինչ-որ ձևով ասում են գնահատական վրա երեխայի։ Նաեւ ուսուցիչների մասով որ ինչ-որ շատ բաներ են մտել, որ ուսուցիչը օրինակ չի կարող դիտողություն անել կամ իրեն ձայնանալ երեխաների վրա, չի կարող ասել տղա ջան նստի տեղը եւ սերը պետք է չմատնանշի, ինչ-որ համահարթեցված վիճակ է հասարարի մասով, էլի բաներ կա, որ նստաստիկ է իշեն քանի բան կամ process-ը հասնում, այս նոր փոփոխություններ են նոր եվրոպական չափանիշներ։ Փոքր հավելում մնաք ասում են կնոջ հետ խոսելուց տիկին շան չպետք է դիմել, դա ևս հա, տիկին շան չպետք է Կառավարության նիստը շարունակում եք, որտեղ գենդերային քաղաքականության ռազմավարությունը հաստատեցինք, բայց պետք է ձեզ հիշեցնեմ, որ մենք նոր չափորոշիչների մասին երբ որ խոսում ենք, դրանց մասին խոսքը սկսվում է 2021-ից, երբ որ չափորոշիչը հաստատվեց եւ այնուհետեւ սկսեց փորձարկվել Տավուշում եւ մեր բոլոր դպրոցներում դրանք արդեն երկրորդ տարին է, որ գործում են գնահատման համակարգի մասով։ Եվ բոլորովին ուրեմն զարմանալի չի, որ գնահատման համակարգը փոխվել է, որտեղ մեր դպրոցի հիմնական խնդիրներից մեկը հենց գնահատման համակարգն էր։ Երբ որ ըստ էության երեխաները պիտակավորվում էին ըստ իրենց ստացած միավորների, օրինակ որևէ դպրոցում կարող էիք այսպիսի խոսակցություն լսել, որ այսինչը 7-ի երեխա է, այսինչը 6-ի երեխա է, եւ ըստ էության երեխաների մասին խոսակցությունը, նրանց կրթական արդյունքի մասին խոսակցությունը փոխարինվում էր թվերի խոսակցությամբ եւ սա նաեւ երեխաների պիտակավորման եւ նաեւ երեխայի հետագա մոտիվացիայի սովորելու վրա ազդող շատ լուրջ գործոն էր եւ ավելին սա բերում էր մի իրավիճակի, երբ որ երեխաները սկսում էին ուղղորդվել միայն գնահատականի համար սովորելու, ինչը ամենևին էլ մեր նպատակը չի, մեր նպատակն է, որպեսզի նրանք ստանան գիտելիք, հմտություն, կարողանան ձևավորվել որպես լիարժեք քաղաքացիներ եւ ձեր նշած իրավիճակը վերաբերում է նրան, որ միավորային գնահատականի փոխարեն պետք է տարրական դասարաններում գործեն գնահատման այլ ձևեր, բնութագիր, ինչը նշանակում է, որ երեխան պետք է հասկանա, որ օրինակ ինքը լավ է կարդում, բայց մաթեմատիկայի այս առաջադրանքները լուծելուց դեռևս դժվարություններ ունի։ Կա բնութագրի ձև, որը լրացնում են ուսուցիչները էլեկտրոնային մատյանում եւ բնութագրի ձևը շատ ավելի ուրեմն բովանդակային նկարագրում է երեխայի առաջընթացը եւ երեխայի դժվարությունները։ Եվ այս պարագայում երեխայի համար շատ ավելի տեսանելի է, ինչպես նաեւ իր ծնողի համար, թե երեխան ինչ արդյունք ունի եւ որտեղ է, որտեղ պիտի աշխատի։ Բայց դեպի նախարար, ստացվում որ երեխան տարեկան, ոնց ասած տարեկան է, չէ՞, 4-5-րդ դասարանից բարձր արդեն 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակում բացի ձևավորող գնահատումից միանում է նաև միավորային գնահատումը, բայց մենք ինտենսիվ աշխատում ենք դպրոցների հետ, իհարկե համակարգը նոր է եւ կարող են հարցեր լինել ու դրանք կան, բայց նաև դրանք ներդրման ընթացքի հարցեր են, որոնք պարզաբանվում են։ Օրինակ առաջ դրանք ամբողջը կարմիրով ստուգել է, սխալներ ուղղել է, չէ՞, կապույտի վրա կարմիրով սխալներ ուղղել է։ Մենք ուրիշի համադասարանցիներ ընդամենը մեկ-երկու կարմիր ունի, բայց երկուսն են հավասար կարգավիճակ ունեն։ Ինչ է նշանակում հավասար կարգավիճակի։ Սկզբանե բոլորը հավասար կարգավիճակ ունեն, որովհետև բոլորը օրինակ երկրորդ դասարանի կամ երրորդ դասարանի աշակերտներ են, գիտեք, յուրաքանչյուրը պետք է կարողանա տեսնել իր առաջընթացը։ Այսինքն այնինչ գիտեմ հիմա ապրիլին, սեպտեմբերին արդյոք այսքան գիտեի եւ այստեղ երեխայի առաջընթացը իր նկատմամբ է գրանցվում ու իր նկատմամբ է համեմատվում։ Ես անկեղծ ասած դիտողություն անելու հետ կապված, դիտողություն անելու մանկավարժական ձևեր կան։ Եվ մենք ուսուցիչների հետ մեր աշխատանքը ուղղված է նաև նրան, որ երեխաներին ուղղված իրենց խոսքը լինի երեխաներին իրենց խնդիրները ցույց տվող, բայց նաև խթանող եւ խրախուսող։ Եվ ինչ վերաբերում է դիտողություն անելու ձևին, ապա դա մանկավարժություն է։ Եվ հիմա եթե ես դա սկսեմ ձեզ բացատրել, կարծում եմ բոլորովին այլ տրամաբանությամբ։ Սովորել են դպրոցում, դա այդ մեթոդները դուք դեմ եք, արմատապես փոխում եք։ Մի տեսակ կարծես կաշխանդ եք, նա շրջանակի մեջ ունենք ուսուցիչներին, որ Հակառակը, այդպիսի խնդիր կարծում եմ չկա, կա խնդիր, որպեսզի դասարանում լինի փոխադարձ հարգանքի միջավայր ուսուցչի եւ սովորողների միջև եւ մեր առաջարկած մոտեցումները, որոնք չեն վերաբերում
Դուք հիմա կոնկրետ ինչ-որ դրվագներ եք մեջ բերում, որը որ շատ էպիզոդիկ եւ սխալ պատկերացում է տալիս կրթական փոփոխության մասին։ Ես կարծում եմ Դուք հարց եք տալիս, որը ճիշտ հարց չի, որովհետև ձեր հարցը պետքա դնել կոնտեքստում, մտնել դասարան, դասալսման ժամանակ եւ տեսնել ուսուցչի վարքը այդ իրավիճակում ինչքանով էր տեղին կամ ոչ տեղին։ Այսինքն ձեր հարցը դարձնել տեսական ընդհանրական հարց համակարգի վերաբերյալ չի կարելի ուղղակի եւ այդ պատճառով էլ պատասխան չի ենթադրում։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 7-ից ասացի, Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարությանից ասել, որ մենք ասում ենք ձեր սխալները բանտանշելով, ասում ենք, որ մենք 7 տարի նույն դասանում ենք մնացել, հարցը առաջին, եթե դուք 7 տարի նույն դասանում եք մնացել, նախ այդ ալեգորիկ միտքը ինչպես եք մեկնաբանում հասկանում, որպես Ինձ այդ հարցը տվել են, ես մեկնաբանել եմ, կարծում եմ ձեզ այդ մեկնաբանությունը հասանել է։ Պրեմիա ստանում, վճարում, ոնց եք աշխատավարձ ստանում կամ ինչու դեր աշխատավարձներ չեն պահում, եթե դուք 7 տարի դրական ուսուցանից դրական արդյունք չեք ստացել նույն դասանում։ Դուք այդ հարցը հնչեցրեցիք հնչեցնելու համար, որ հետո դառնա վերնագիր, ես կարծում եմ, որ պատասխանը ձեզ պետք չի, որովհետև ձեզ պետք էր վերնագիրը։ Եթե ձեզ պետք էր պատասխանը, դուք կարող էիք արդեն մոտավորապես մի շաբաթ կամ 10 օր առաջ այդ հարցը ինձ տրվել է, այս դրան պատասխանել եմ։